ստուգել, դուք օրինակ սթափ եք, թե չէ, ինձ թվում է սթափ չեք։ Ես ընդհանրակարգ ասում եմ, եթե դուք կասկածում եք, որ ես գտնում եմ, որ սթափ վիճակում դուք այդ իրավունքն ունեք, խնդրեմ, թողեք ահազանգել ոստիկանություն, Ես ահազանգելու կարգախումբ եւ պահանջել կարգախումբ, որը իրականացնի իմ ստապության։ Հարգելիս, ես ձեր հետ կապված բան ավարտեմ, կներեք։ Խնդրեմ։ Ստապության process-ը եւ ձեզ հայտնի կդառնա ստապում, թե ես թե ոչ։ Ես շատ ուրախ կլինեմ, որ սթափ լինեք ու բոլորը սթափ լինեն։ Ուղղակի ձեր խոսալու ձևից ու պահվածքից մի փոքր ինձ այդպես տպավորություն եղավ դրա համար, ասացի, եթե դեմ չեք, ես նաև ձեզ տեսանկարահանեմ, որպեսզի նաև պահվածքը նաև ինչ որ ձևով ֆիքսվի, որ իսկը նաև հետագայում էլ որ նայեմ տեսանյութը փորձեմ այտենց Ես որովհետեւ խնդիր չունեմ, ես ձեր հիշել ձեր պահվածքը։ Ես ձեզ տեղեկացնում եմ հստակ ընթացակարգի վերաբերյալ, դուք ոնց պետք է դա իրականացնեք, որպեսզի տեղեկանական ինֆորմացիա վերաբերել, որ ես գտնում եմ ստապ վիճակում։ Դա ձեր իրավունքն է, ես խնդիր չունեմ։ Միանշանակ կարող եք ահազանգել ձեր խոսալն կարգախումբ, որը կիրականացնի իմ ստապության զննությունը եւ ձեր ուղղակի պահվածքը խոսելու ձևը մի քիչ մոտեցումը այտենց թվաց, որ այդքան էլ ստապ չէր։ Գուցե դուք ասացիք ձեր տրամադրությունն է բարձր շատ լավ։ Հարգելի Վահրամ, միանշանակ, եթե դուք ցանկանում եք հավաստիանալ իմ ստապ լինելու հետ կապված, ես խնդիր չունեմ։ Եկեք ձեր ստապությունը ստուգենք, եկեք կանգնացրել ենք, հասկանաք, եթե ներողություն։ Այսինքն ինձ կանգնացրել եք, որտեվ կասկած կար, որ ես ստապ չեմ։ Ես ասացի ինչի համար եմ ձեզ կանգնացնում, դուք լրացուցիչ եւս այդ հարցը տալիս եք, այո։ Ինչ է օրինակ ձեզ մոտ կասկածում եմ, որ դուք գտնում եք ես կարող կասկածը հիմնավոր է նա է, որ ես հոտ եմ զգում։ Ինչի հոտ։ Ալկոհոլի։ Լուրջ։ Ես կատակ չեմ անում ձեր հետ, հարգելիս։ Կներեք, ես այդտեղ կանգնած, ես կարող եմ ստուգել։ Չէ, տեսեք, մեքենայով նկատի ունեմ։ Ես խնդիր չունեմ, դուք կարող եք ստուգել հենց հիմա։ Բայց, հա, կանեք, բայց ուղղակի ձեր պահվածքին ինձ այդպեսին թվաց։ Դրա համար ես նաև որոշեցի բանեմ։ Ես ցանկություն չունեմ զանգեմ, կարգախումբ հրավիրեմ։ Դուք ինքն պետք է պատասխանատու գտնվեք այդ հարցով։ Ձեր կասկածները պարտավոր եմ։ Հա։ Ուղղակի ձեր պահվածքը, օրինակ ձեր գործընկերոջը չշփվեցին, դրա համար այդպես բան չեմ անում, բայց ձեր պահվածքը ինձ այդպեսին թվաց։ Դա ձեր սուբյեկտիվ Շատ լավ, բայց հետո ես ձեզ ասացի, տեսեք, ներողություն, ես ձեզ ասացի, որ ես դատարանի բակից դուրս եկա, մեքենան կայանեցի աջ հատվածում, թույլատրելի հատվածում, որպեսզի իմ աշխատանքը անեմ, որտեղ ես լրագրող եմ եւ նյութ էի մոնտաժում, տեղադրում, վերնագիր ընտրում եւ այլն։ Ես նաեւ կռահեցի, որ գուցե կասկած առաջանա ինչ-որ մի բան տարօրինակա գաք իմ հետևից։ Եկա կանգնեցի, ես էլ կանգնեցի։ Հիմա դες հետաքրքիր օրինակ ի՞նչն է ձեզ մոտ այսքանից հետո թույլ տալիս մտածել, որ ես թափ չեմ։ Ես հենց հիմա նոր ձեզ ասացի եւ դուք լրացուցիչ եւս հարց։ Հոտ եք զգում, ինչի հոտ։ Ինչպես։ Հոտ զգացի։ Ասացի, ուշադիր չեք իմ խոսքին։ Եկեք ստուգենք։ Եկեք ստուգենք։ Ձեզ պետք է ներկայացնել ընդհանրակարգ ստապություն անցնել։ Ներկայացեք, հա։ Ինչպես։ Հա, ներկայացեք, սպասեք իջնեմ, էլի։ Ասեք իջնեմ, դե որ նկարում ենք այսքան թող լինի, իհարկե տենց։ Ամրացնում եք շուրթերին երկար արտաշնչում եք, դանդաղ առանց շտապելու։ Մոտավոր 10 մի քանի անգամ փորձել եմ։ Հա, շատ բարի։ Ավելի լավ որտեղ եք հասակարգ։ Խնդրեմ հարգելի Վարդ, ամրացրեք շուրթերին։ Արտաշնչ, չէ։ Երկար դանդաղ արտաշնչեք, ինչով ասեմ ստում, բարի։ Խնդրեմ։ Չէ։ Կխնդրի երկար դանդաղ մինչև ասեմ ավարտ։ Որ խնդրեմ իմ ռանգին կլսեք։ Լավ։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Մենք հավաստիացանք նրա վերաբերել, որ դուք գտնվում եք ստապ վիճակում եւ եւս ձեր հետ կապված որովհետեւ խնդիր չկա։ Կարող եմ խնդրել դուք էլ նույնը փորձեք։ Միանշանակ կարող եք։ Մեր որ խնդրեմ դուք մոտեցնեք։ Եթե դուք կասկածանք ունեք, որ ձեզ ստապցեն ենթարկող ոստիկանը կարող լինի ոչ ստապ վիճակում, ապա ես միայն ուրախ կլինեմ։ Ես միայն ուրախ կլինեմ, որ այդպես լինի։ Շատ լավ, եթե դեմ չեք։ Յոթ դեմ չեմ։ Իմ փաստաթղթերը հետ նորմալ է, չէ՞ ամեն ինչ։ Այո, խնդրեմ կարող եմ վերադարձնել, պարոն Մակարյան ջան։ Անկեղծ եթե կասկած չառաջանար, ես ամեն ինչը ես չէի անի, բայց մի պահ ինձ այդպես թվաց։ Գուցե ձեր խոսելով ոչն է այդպեսին կամ ձևը, բայց խնդրեմ փորձեք, ես եւս ավելի հստակ չեք կարող մարամասնել, թե ինչն է ձեզ
կասկած առաջացնել։ Մի փոքր ավելի հստակ ասի, քան դուք որ կարողացաք ձեր կասկածը հիմնավորել եւ տեսեք որ 0 է ցույց տալիս, բայց ամեն դեպքում եկեք փոխադարձ ստուգենք։ Ձեզ ինչպես դիմեմ իդեպ։ Ինչպես։ Հա, չհիշեցի ուղղակի։ Բարեկային ծառայություն Աղլիցյան Գրիգորյան։ Կարող եք Արտուր դիմել, կարող եք Գրիգորյանով Գրիգորյան դիմել։ դիմել։ Կարող եք պարոն ոստիկանով դիմել, ես որ այս խնդիր չունեմ։ Մոդել 1039։ Ան ապա դե բանը մոտենա։ Մոտեցի։ Դե մոտը փոխած։ Կասես էլի որ։ Հա։ Ասե նորմալ է։ Ահա 0 2 օյաղ վարորդ։ Շատ լավ է։ Տեսեք ինչ լավ ստացվեց։ Պարոն Մակարյան ջան, ամեն դեպքում հաջողություն ձեզ։ Ձեզ էլ հաջողություն, Շատ բարի ծառայություն, ամեն դեպքում կներեք, եթե նման կասկած հայտնեցի, հուսով եմ դուք էլ իմ մասով համոզվեցիք։ Դուք հավաստիացաք, որ բարեկային ծառայողը չի կարող լինել ոչ տապ վիճակում եւ գտնվել ծառայության մեջ, Ես շատ ուրախ եմ, պարզապես մենք բարեկների հետ կապված այնպիսի դեպքեր արտարոց տեսանք այս տարիների ընթացքում, որ երբեմն մեզ մոտ կասկած, ողջամիտ կասկած, դուք սիրում եք այդ բառը առաջանում է։